Բյուրեղավանում վերջին օրերի լարված իրավիճակը չի հանդարտվում, բնակիչներն ահազանգում են, որ ծորակի ջուրը փոխել է համը ու դարձել է վտանգավոր օգտագործման համար։ Մարդիկ նշում են, որ ջուրը խմելիս տարօրինակ համ ու հոտ են զգում, ինչից հետո սկսվել է առողջական խնդիրներ։ Բժիշկների պատմելով արդեն մի քանի օր է գրանցվում է սրտխառնոց, փորլուծություն, փսխման եւ ընդհանուր թուլության դեպքեր։ Շտապօգնության ծառայությունը ստացել է ավելի քան 40 ահազանգ աղիքային վարակների կասկածով։ Տուժածների թվում մեծ թիվ են կազմում երեխաները։ Մեր ինֆեկցիոնիստը գիշերը արդեն ամեն ինչ ղեկավարել է, թե շտապ հայտնումը, թե բոլոր մարմինների տեղյակ պահելը, ովքեր պիտի իմանան, որպեսզի ամեն ինչը ղեկավարվի։ Դպրոցներում իրավիճակը եւս մտահոգիչ է։ Ուսուցիչները ստիպված են եղել երեխաներին տուն ուղարկել, քանի որ շատերի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դասերի ընթացքում։ Բյուրեղավանի բնակիչները նշում են, որ գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա հիվանդացող անդամ։ Բոլոր բնակիչների մոտ նույն վիճակն է, 200 մարդ թունավորման ախտանիշով դիմել է Բյուրեղավանի բժշկական կենտրոն։ Ժամին այս կենտրոնից հայտնեցին, որ այսօր էլ դիմողներ եղել են դարձյալ նույն գանգատներով, ըստ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի նրանց վիճակը միջին ծանրության է։ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։ Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաեւ տնային պայմաններում բուժում ստացող անձինք։ Արձանագրված կլինիկական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում եւ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։ Բնակիչները համոզված են, կոյուղին խառնվել է խմելու ջրին, որից հետո էլ իրենք թունավորվել են։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետներն արդեն ջրից նմուշներ են վերցրել լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքները, ինչպես նշվում են, կօգնեն պարզել աղտոտման իրական պատճառը եւ վտանգի աստիճանը։ Մինչ այդ բնակիչների խորհուրդ է տրվում չօգտագործել ծորակի ջուրը խմելու նպատակով կամ այն օգտագործելուց առաջ պարտադիր եռացնել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։